Երեկ առավոտյան ժամը 10-ից 11-ն ընկած հատվածում Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։ Արմլուրեյեմը մանրամասները պարզել դեպքից։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչ այժմ գրեթե 10-12 ժամ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային, այն էլ վարարած գետում։ Այն փրկարարական ջոկատներից բացի ներգրավել են նաև փրկարար շներ ու ջրասուզակներ։ Հետաքրքիրն այն է, որ հարակից խանութի տեսախցիկներն արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը, ինչը գուցե վկայում է, որ երեխան գետը չի ընկել։ Հարկ է նշել, որ տունն ու գետը շատ մոտ են։ Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է երեխան ոչ թե գետն է ընկել, այլ նրան գողացել են։ Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Մարմարիկ համայնքի վարչական ղեկավար Արթուր Քարամյանն իրավաբանին հայտնել է, որ որոնողական աշխատանքներով այժմ զբաղվում է Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը, ողջ գետը ստուգելով փնտրում են։ Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր։ Հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է Տիգրանը հայրիկի մոտն է, հայրն էլ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են բալիկը չկա, պատմել էր ազգականներից մեկը Նյուզեյեմին։ Հարազատներն ու փրկարարները երեկվանից փնտրում են 2-ամյա Տիգրանին։ Հարազատներից մեկը Նյուզեյեմին պատմել է, որ Տիգրանը Մարմարիկ գյուղից է, չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող։ Նշենք, որ լուսանկարը հրապարակել է Նյուզեյեմը ծնողների թույլտվությամբ։